Ես ձեր վրա զարմանում եմ, ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ, այսինքն որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանց աշխատակիցները, իրանց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են 5000, ասում են 6000, 7000, տեղ-տեղ 10000 են ասում, ձեզանից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի հարցնում, չի ասում, բա ինչի ես 1000 հայ տղա ավել սպանում այ գործիչ, դուք չեք հարցնում այդ հարցը, իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, ես կարադառնամ բառն հետ կապված ձեր հարցին, պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել, ես գիտեմ, որ այդ մարդիկ, իմ նշած մարդիկ, հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործելով իրանց քաղաքական հարցերն են ուզում լուծել, բայց ես ձեզնից եմ ուզում հասկանալ, էլի, դուք Ազատություն ռադիոկայան, դուք Նյուզեր, դուք մնացածից, ինչի այն ժամանակ արդեն քանի տարի է այդ մարդիկ ասում են, որ 1000, 1200, 1100 հայ տղա է ավել մեռել, ձեզանից ոչ մեկը մահացեք կներեք այդ բառի համար, ձեզանից ոչ մեկը դրանց չեք հարցնում, ասում եք այդ որտեղից այդ ինֆորմացիան, ով ա տվել, Ադրբեջանն ա տվել ձեզ այդ ինֆորմացիան, ճիշտ եք ասում, սուտ եք ասում։ Միտեղ որ լիներ պաշտոնապես դա դրված, հարգելիս, նախ եւ առաջ քննչական կոմիտեի հայտարարությունը, որը ես մեջ բերել եմ, պաշտոնական ա դրել։ Այսինքն ամբողջ հանրապետության քննչական կոմիտեի հայտարարությունը, որտեղ որ քրեական գործ կա, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված հարուցված, բազմաթիվ գործեր կա, դա պաշտոնական չի, որ երկրի նախկին ղեկավարները, իրանք փեսաները, լրատվական կայքեր եւ մեդիա ունեցողները տենց բան են ասում, ինչի մի հատ հարցում։ Մի րոպե ես ձեր հարցին պետք է միջև վերջ պատասխանեմ, նոր, ես սպասում եմ այս հարցին, սպասեք, ինչի չեք մի հատ այդ դրանց, կրկնում եմ դրանց հարցնում, ասում 1000 երեխա, ինչի եք սպանում, ինչ վերաբերում է ձեր հարցին թվերի էսկոմ գնալը, նաև վարչապետն է այդ թվի մասի ստեղ խոսացել, փոքր տարբերության, եւ այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել, եւ այդ տարբերությունը հնարավոր է ելի փոխվի, որովհետեւ մենք ունենք 191 անհայտ կորած, այդ մարդկանցից վարչապետի հայտարարության պահից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաև այդ հայտարարությունից ի վեր ինչ որ ծնողներ այնուամենայնիվ իրենց երեխաների DNK տեստի հիման վրա վերցրել են մասունքները եւ այդ թիվը այդպես փոփոխություն է ապրել, բայց եթե մենք խոսում ենք այդ թվի 10 հոգու, 50 հոգու, կրկնում եմ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է, տա Աստված բոլորն էլ ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով հետ վերադառնան, բայց լինում է դեպքեր, որ հա, ինչ որ պահի ապացուցվում է, որ այն մասունքները, որոնք դեռ կան, ինչ որ մեկի այնուամենայնիվ ընտանիքի անդամ հիմա հերթով հարցեցել հերթով իրար հետ չենք խոսում ես երբևիցե որևիցե մեկի ես մնում եմ միջև վերջի հարց տալ հերթով առանց իրար ընդհատելու հարց տալ ավարտեք ձեր հարցը եւ օրինակ Սամվել Ֆարմանյանն է գրառում արել ասում է 2022 թվականի ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած զոհերը եւ ապա 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերը ստացվում է Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի հետ հարցնում է 5000-ից ավել
5074 գրել է նախ Ես չեմ պատրաստվում այդ պերսոնաժին որևիցե ձևով արձագանքել։ Թող գնա Միշիկին հարցնի իրան աշխատավարձ տվող անձնավորությունը, հարցնի ասի, որ պատերազմը նոր էր ավարտվել, հələ 10 րոպե էր ավարտվել էր, նոյեմբերի 30-ին, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 30-ին, այդ որ գրում էիր 4750, այդ Վարմանյան Սամվելի կողմից էր այդ ինֆորմացիան ուղարկել, թե Սերժ Սարգսյանի բանն էիք մեջ, ապրիլյան պատերազմի թվերն էիր մեջը դրել, թե քո անձնական բան, թող գնա ինքը այդ պարզաբանը մտա, ինքը ընդհանրապես ով է, որ ես իրան մեկնաբան։ Պարոն Սիմոնյան,